Գիրք Եզեկիել, գլուխ 39. Եվ դու, մարդի որդի, մարգարեացիր Գոգի դեմ և ասիր. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ դեմ եմ, ով Գոգ, Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան, և ես քեզ ետ պիտի դարձնեմ, և քեզ պիտի տանեմ, և քեզ վեր հանեմ հյուսիսի ծայրերիցը, և քեզ պիտի բերեմ Իսրայելի սարերի վրա, և պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ, և նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ. Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ինքդ և քո գունդերը, և քեզդ եղող ազգերը. ամեն տեսակ թևավոր գիշատիչ թռչնի և դաշտի գազանի կերակուր եմ արել քեզ. դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ես ասեցի, ասում է Տեր Եհովան. և կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և կղզիների ապահով բնակողների վրա, և պիտի իմանան, թե ես եմ Տերը. և իմ սուրբ անունը պիտի ճանաչել տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ, և իմ սուրբ անունը այլևս պղծել չեմ տա, և ազգերը կիմանան, որ ես եմ Իսրայելումը սուրբ եղող Տերը. ահա գալիս է և կկատարվի, ասում է Տեր Եհովան. սա այն օրն է, որ ես ասեցի. և Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան և կրակ կվառեն, և կայրեն զենքերը, և ասպարներով ու վահաններով, աղեղներով ու նետերով, ձեռքի մահակներով և նիզակներով 7 տարի կրակ կանեն, և փայտ չեն կրի դաշտիցը, և փայտ էլ չեն անի անտառներիցը, որովհետև զենքերով պիտի կրակ անեն, և իրանցից հափշտակողներից պիտի հափշտակեն, և իրանցից կողոպտողներից պիտի կողոպտեն, ասում է Տեր Եհովան. և այն օրը կլինի, որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամ իբրև գերեզման Իսրայելի մեջ անցավորների ձորը ծովի արևելքումը, և նա արգելելու է անցավորներին, և այնտեղ պիտի թաղեն Գոգին և նրա բոլոր բազմությունը, և կկոչեն Գոգի բազմության ձորը, և Իսրայելի տունը պիտի թաղեն նրանց երկիրը մաքրելու համար 7 ամիս, և երկրի բոլոր ժողովուրդը պիտի թաղե, և սա նրանց համար համբավ պիտի դառնա այն օրը, որ ես կփառավորվիմ, ասում է Տեր Եհովան. և մարդիկ պիտի ջոկեն, որ միշտ ման գան երկրումը, որոնք ման եկողների հետ թաղեն երկրի երեսի վրա մնացածներին նրան մաքրելու համար. 7 ամսից հետո պիտի որոնեն, և ման եկողները ման պիտի գան երկրումը, և երբ որ մարդի ոսկորներ տեսան, նրա կշտին նշան պիտի շինեն, մինչև որ թաղողները թաղեն նրան Գոգի բազմության ձորումը, և քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի, և երկիրը պիտի մաքրեն. իսկ դու, մարդի որդի, այսպես է ասում Տեր Եհովան. ասիր ամեն թևավոր թռչնին և դաշտի բոլոր գազաններին. ժողովեցեք ու եկեք, հավաքվեցեք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար, մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, և միս կերեք ու արյուն խմեցեք, զորավորների միս կերեք, և երկրի իշխանների արյունը խմեցեք, խոյերի, գառների, նոխազների, զվարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են, և ճարպ կերեք, մինչև որ կշտանաք, և արյուն խմեցեք, մինչև որ արբենաք այն զոհիցը, որ ես զոհեցի ձեզ համար, և կշտացեք իմ սեղանի վրա ձիերով և կառքերով, զորավորներով և ամեն պատերազմական մարդով, ասում է Տեր Եհովան. և ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և ամեն ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ պիտի անեմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա պիտի դնեմ, և Իսրայելի տունը պիտի իմանան, որ ես եմ նրանց Տեր Աստվածը այսօրից և հետո, և ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունը իրանց անօրենությունների համար գերի են գնացել, որովհետև ապստամբվել են ինձ դեմ, և ես ծածկեցի իմ երեսը նրանցից, և նրանց իրանց նեղիչների ձեռքը մատնեցի, և ամենքը սրով ընկան, նրանց պղծությունների և նրանց հանցանքների համեմատ արի նրանց, և իմ երեսը ծածկեցի նրանցից. սրա համար այսպես է ասում Տեր Եհովան. հիմա ետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը, և պիտի գթամ Իսրայելի բոլոր տանը, և պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար, և նրանք պիտի կրեն իրանց նախատինքը, և իրանց բոլոր ապստամբությունը, որ ապստամբեցին ինձ դեմ, երբ որ ապահով բնակվել էին իրանց երկրումը, և վախեցնող չկար. երբ որ ես նրանց ետ կբերեմ ազգերի միջից, և նրանց կժողովեմ իրանց թշնամիների երկիրներիցը, և նրանցով կսրբվիմ շատ ազգերի աչքի առաջին, այն ժամանակ նրանք կիմանան, թե ես եմ նրանց Տեր Աստվածը,
երբ որ նրանց գերի կտանեմ ազգերի մոտ, և կհավաքեմ նրանց իրանց երկիրը, և նրանցից այլևս այնտեղ չեմ թողի, և այլևս չեմ ծածկի իմ երեսը նրանցից, որովհետև իմ հոգին թափած կլինեմ Իսրայելի տան վրա, ասում է Տեր Եհովան,